Ես մոտ ստուդիայում է Աննա Գրիգորյանը, 80-ականներն այսօր ցուցահանդեսի կազմակերպիչ եւ հասկանալի է, չէ՞, անունից, որ խոսքը գնալի 80-ականների մասին։ Բարև ձեզ, Աննա, հաճելի եկաք։ Ինձ էլ է շատ հաճելի։ Իսկ ի՞նչն եք 80-ականներից ցուցադրելու։ Արդեն ցուցադրում եմ, որովհետեւ բացումը տեղի է ունեցել, այո։ Տեսեք, ինքը որոշ չափով առաջին հերթին կամուրջ է այսօրվա ժամանակակից արվեստագետների եւ 80-ականներում արդեն միջին հասուն տարիքի արվեստագետների ստեղծագործությունների միջև, այսինքն sense երկխոսություն է եւ ժամանակակից արվեստագետները նետել են իրենց հայացքը դեպի 80-ականներ, նվիրելով իրենց աշխատանքները հենց այդ թվականներին։ Դա առաջինը, իսկ երկրորդը իմ ընտրությունս ես ինքս եմ այդ ընտրությունը կատարել որպես կազմակերպիչ հենց 80-ականների ներկայացուցիչների կապված է այն արվեստագետների հետ, որոնք գուցե այդպիսի հանրաճանաչ չեն, այդպիսի ճանաչում չունեն, բայց շատ բարձր որակի արվեստագետներ են, տաղանդավոր, որովհետև մեր 60-ականների, 70-ականների նոն-կոնֆորմիստներն ու ավանգարդիստները բավականին ճանաչված են իրոք, իսկ այդ մյուս, այսպես ասած, սերունդը, որը մի փոքր ավելի երիտասարդ է, այսինքն 10 տարով, ասենք ասենք, բոլորը չեն, որ ճանաչված են, սակայն ոչինչով չեն զիջում իրենց արվեստի որակով, դրա համար այդ որոշումը կայացրեցի, որ պետք է անպայման ցուցադրեմ հենց այդ արվեստագետներին եւ իրենց ժառանգներին, այսինքն երեխաներին, որոնք նույնպես նկարիչներ են կամ քանդակոծներ են, օրինակ Բենիկ Պետրոսյանը եւ երկու նրա տաղանդավոր այո զավակները Արև Պետրոսյանը եւ Արեգ Պետրոսյանը օրինակ է համար։ Ինչպես եք հավաքել այդքան գործը։ Սկսեմ նայած որտեղ է ցուցահանդեսը։ Ուրեմն ցուցահանդեսը Իգիթյան կենտրոնում է, Աբովյան 13 հասցեով։ Մանկական գեղագիտության կենտրոնում։ Այո, մանկական գեղագիտության կենտրոնում հավաքել եմ դժվար։ Չէ, իսկապես դժվար է, հասկանում ժամանակակից է դժվար։ 2.5 ամիս մոտավորապես տենց հավաքել եմ, ընտրել եմ որոշ արվեստագետներին, որոնց կցանկանայի ցուցադրել, չստացվեց օրինակ գտնել, որովհետև մասնավոր հավաքածուներում են, չէ, մասնավորներից էլ եմ գտել։ Չէ, հարց եւ իմ հավաքածուից են որոշ բաներ ներկայացել։ Խնդիր կա, օրինակ որոշակի ընտանիքներում դատական այդ ժառանգության խնդիրներ կան, վիճաբանություններ կան եւ այդ պատճառով նրանք չեն կարողանում ցուցադրել իրենց ծնողների կամ պապիկների արվեստ, այո, ցավոք սրտի։ Իսկ ինչպես է առաջնորդվել հենց միայն ժամկետի, այսինքն վերաբերվում է կամ վերագրվում է 80-ականներին, թե դրանց միջից եք զտել պայմանական ասած լավ ու վատի եւ խոսքում նշեցիք ձեր հավաքածուից, ինչ է նշանակում ձեր հավաքածու եւ որտեղ է այն գտնվում։ Օրինակ 80-ականներից կարող եք սոցռեալիզմի գործեր էլ ընտրել, չէ՞, բայց սոցիալ Չէ, գիտեք ոնց, տեսեք, ես անուններով եմ ընտրել, երբևիցե ես սոցռեալիզմ շատ սիրում եմ, շատ։ Հովհաննես Զարդարյանը օրինակ ինքը այդ սերունդը չի, իհարկե ավելի մեծ է, մեր կարկառում ինքը սոցռեալիստ է, բայց իմ ամենասիրված արվեստագետներից մեկն է, ինչ է նշանակում սոցռեալիզմ, այսինքն անպայման չի Լենինը, Ստալինը կամ Ստալինը լինեն, հա։ Սանդրին Ստալինը։ Սոցիալիզմը դա շատ հաճախ բացարձակ օպտիմիստ, sense լավատես արվեստ է, գեղեցիկ եւ կյանքը խրախուսող թևեր տողող արվեստ է սոցիալիզմը եւ իհարկե սոցիալիզմն էլ անպայման պիտի ցուցադրվի, դրա մեջ կասկած չկա, բայց ես ուղղությունով չեմ շարժվել։ Ես շարժվել եմ ավելի շատ հենց այն նկարիչներով եւ քանդակագործներով, այն ստեղծագործներով, որոնք փոփոխություն են ստեղծել արվեստի մեջ, կամ էլ շատ գեղեցիկ ժառանգներ են, օրինակ Վահան Խորենյանի որդին, Սուրեն Խորենյանը, որը արդեն 80-ականների չի մնացել իր հոր շողքում, այսինքն ինքն էլ իր ուրույն ձեռագիրը ունեցող ստեղծագործ է եւ հոյակապ արվեստ ունի եւ պիտի անպայման ցուցադրվի, այսինքն ես այդ ավելի նկարչի որակից եմ, այսպես ասած, եւ տաղանդից եմ ընտրությունս որոշել անել եւ տարեթվից ծննդյան, որովհետեւ թե հնարավոր չէր լինի տեղավորել այդ ամեն ինչ, այսինքն այն արվեստագետներին, որոնք ծնվել են 36-ից մինչեւ 51 թվական, այսինքն
Այսինքն իրենք 80-ականներում եղել են 30-ից 45 տարեկան։ Այն իրենց գիտեք հասուն լավ արդեն կայացած տարիքում։ Հասկացա։ Բացի անուններ հայտնաբերել է իհարկե ես նկատի ունեմ այն շրջանակի համար, ովքեր այդքան առնչություն չեն ունեցել գեղարվեստի այդ տարիների ներկայացուցիչների հետ, նոր անուններ եք բացահայտում, որոնք երևի թե ոչ արդարացիորեն մոռացված են կամ ներկայացված չեն, իսկ թեմատիկ առումով ինչ նպատակ եք հետապնդել, ինչ հաղորդել ներկա ժամանակներին, ոչ միայն ժամանակակից նկարիչներին, այլև հասարակ այցելուներին։ Նշեցիք լավատեսություն կա այդ նկարներում, մի բան, որ հիմա պակասում է։ Շատ կարևոր հարց տվեցիք, որովհետև հենց ինչի որոշեցի հենց 80-ականներին նվիրված ցուցահանդես անեմ, որովհետև իմ կարծիքով մենք պահանջ ունենք հիմա հիշելու 80-ականները։ Մենք այդ ոգևորությունը, որը ապրել ենք նույնիսկ ամենածանր պայմաններում, թե երկրաշարժներ, թե ամեն ինչը, բայց այն ազգային ինքնագիտակցության զարթոնքը, որը մենք ունեցել ենք 80-ականներին, այն տեխնիկական, այսպես ասենք, ինդուստրիալ պրոգրեսը, որը եղել է 80-ականներին, չէ, որ եւ մետրոն ա բացվել, եւ համալիրն ա կառուցվել, մի խոսքով այն ամեն ինչով մենք հպարտանում ենք այսօր կառուցված մեր քաղաքում շատ բաները հենց 80-ականներն են, ով 80-ականներին պատանի ա եղել, ինչպես ես մենք գիտենք, որ մենք երջանիկ մանկություն ենք ունեցել, ուրախ, լավատես մանկություն։ Սա նոստալգիա է, թե մի քիչ ավել։ Ոչ, սա պահանջ է, որ մեր ժողովուրդը այդ համախմբվածությունը, այդ օպտիմիզմը, ես իմ կարծիքով շատ է կոտրվել մեր ազգը այս վերջին 5 տարիներում եւ այդ պահանջը կա, որ մեր մարդիկ նորից վեր հիշեն, որ այդ լավ գծերը, որոնք 80-ականներին շատ արտահայտված էին, որովհետեւ գիտեք ինչ, դժվարություններ մեր երկիրը միշտ ա ունեցել, բայց մոտեցումը այդ դժվարություններին տարբերվում է հիմա իմ կարծիքով։ Մարդիկ մի տեսակ ապաթիայի մեջ են։ Դա ինձ ճնշում է։ Գիտեք, ես շատ կուզեի, որ դուրս գային այդ ապաթիայից։ Դուրս կգան, պիտի դուրս գան, որովհետև այնպես չէ, մենք առաջին երկիրն ենք, որ անկախացել է, այսինքն իսկապես դեռ պետք է անցնի ժամանակ, որ պիտի հաստատվենք որպես անկախ երկիր, ուղղակի ասեմ, որ 80-ականների սկզբում միգուցե եւ այդ զգացողությունը, որ մեծ, հզոր, անպարտելի, կարելի ասել, չէ, հսկայական ծաղկուն էինք, այսպես պետության, չէ, երկրի մի մասն էինք, եւ այդ զգացողությունը կար, բայց արդեն 85-86-ին սկսեցին ինչ-որ բաներ տեղի ունենալ, չեմ խոսում 88 երկրաշարժը, որոնք կոտրեցին, հետո արդեն սկսեց փլուզվել Սովետ միությունը, եւ այո, շատ տարբեր է 80-ականների դեպքում, ինչ ասի 70-ականների մասին, 80-ականների առաջին կեսը երկրորդը շատ են իրարից տարբերվում, այո, հակասական են շատ, բայց դուք ամեն ինչը ճիշտ եք ասում, որովհետև անցումային ծանր շրջան է եղել, չէ, արդեն 80-ականների վերջը, բայց ես լինելով, հիշելով իմ ծնողներին, որոնք այդ ժամանակ արդեն այսպես ավելի մեծ էին, քան ես եւ ավելի գիտակից եւ հիշելով իմ շրջապատը, թե ոնց էին մարդիկ դրան վերաբերվում, այդ անցումային շրջանին, այդ դժվարություններին, ես հիշում եմ մեր տանը, օրինակ երբ երկրաշարժը եղավ, մեր տանը ինչ էր կատարվում, հա, ոնց էին ավտոները լցվում ամեն ինչով եւ գնում դեպի Գյումրի, այսինքն այդ մեր ժողովրդի մեջի այդ ինչ ասեմ, անկոտրուն ինչ որ ոգի կար, որը ես հիշում եմ, ու իմիջիալից եթե դու փոքր ես կամ երիտասարդ ես, դու տենց բաները լավ ես հիշում, կարող է դու տենց գիտակցություն չունես, բայց դու այդ մարդկային ոգին զգում ես, որտեղ դա ավելի շատ մարմնով է, քան ուղեղով կատարվում, էլի։ Բարեբախտաբար մարդու ուղեղը վատը ջնջում է, գիտեք, չէ։ Ես հիշում եմ, ես դժվարություններն էլ եմ հիշում եմ հայրիկս մտավ ասեց, վայ ես էս հացադուլ անող տղաներին ոնց եմ մեղքում ու պապաս սիրում էր այնց լավ սեղան, բան, ես էլ եմ տենց, ու որ ասում էր ամեն ինչ կտամ ազգիս համար, կյանքս էլ կտամ, բայց մենակ չասեն հացադուլ արա, ինքը տանջվում էր, գնում էր այդ տղաներին համոզում էր, տղաներ ջան, խնդրում եմ հացադուլ մի արեք, բայց այդ ոգին կար մարդկանց մեջ, անկոտրուն մի բան կար, չնայած իրոք շատ ծանր իրողությանը եւ իմ կարծիքով մենք պետք է միշտ հիշենք դրա մասին, որ մեր մեջ դա կա։
Գիտեք Աննա, ձեր ներկայությամբ եւ այս բարի հիշողությունները արտնասնելով այնպեսի կարոտախտայ զգացողություն փոխանցեցիք ճիշտ Այդ նոստալգիան կա, նոստալգիան կա, չէ՞։ Հա, իհարկե, կա այդ նոստալգիան։ Ես նույնիսկ երեք բացումը կազմակերպել էի ամբողջ միայն 80-ականների խորտիկներով, Զեֆիր, Իրիս, չգիտեմ, ծծովի կոնֆետ։ Չէ, նման միջոցառումները պետք է բաց թողնել։ Անպայման համեցեք, հա, ամեն ինչը ամսի 15-ը գործել է։ Բայց մարմելադը, Զեֆիրը, այո, այդտենց էր ամեն ինչ։ Մի քիչ մնացել է։ Եվ իհարկե նոստալգիան կար։ Երիտասարդ արվեստագետները ինչպես արձագանքեցին այդ սերունդների փոխհարաբերությունը արվեստում։ Հաճույքով։ Գիտեք ինչ, առաջին հերթին մենք չպետք է մոռանանք, որ մեր արվեստը ժառանգական ուժ ունի, շատ մեծ։ Մեր կերպարվեստը ժառանգական ուժ ունի եւ մեր արվեստագետները կտրված չեն մեր արվեստի պատմությունից։ Դա շատ կարեւոր է։ Եվ չպետք է կտրվեն, որովհետեւ նորն էլ պիտի ընկալեն եւ ստեղծագործեն եւ մենք ունենք վարպետներ, ումից իրենք պիտի սովորեն։ Դրա համար իրանք շատ ուրախ էին, ու երջանիկ բոլորը մասնակցելու իհարկե։ Հետո մենակ շատ երիտասարդներ եմ ընտրել, գիտեք, 5-րդ կուրս Թերնեմեզյան ընտի տղաներ, օրինակ Լեոն եւ Նարեկը, որոնք կոլաժներ են անում 80-ականների թերթերից, չգիտեմ, տենց տարբեր բաներից, ֆոտոներից, չկնախ կոլաժներ են արել։ Նայում ես հավեսը տալիս է, ես հաճիկով օրինակ կկախեի տանը տենց կոլաժ էլի։ Այսինքն ես կարծում եմ, որ այդ կապը ժառանգների պետք է անպայման պահպանվի, որովհետեւ միշտ երիտասարդը մեծից ասում, իսկ մեծը երիտասարդից։ Այդ շատ կարեւոր բան է։ Դա կլասիկ պայմաններն են, բայց լինում է չէ, որ երիտասարդները ցանկացած արվեստի ժանրում ասում են դե էս ինչ է, այս ոնց էին այն ժամանակ կամ միջոցները կամ չէ։ Թող փորձեն հələ։ Տես բան չկա։ Տեսեք, երեք երիտասարդ արվեստագետները կանգնած էին այդ արվեստի գործերի դեմ, արչևը եւ նայում են, չէ, եւ նրանք տեսնում են, համեմատում են, չէ, իրենց գործն էլա կողքը կախված։ Տեսեք, օրինակ եթե երիտասարդ արվեստագետը կամ ժամանակակից արվեստագետը իր անձնական ցուցահանդեսն անում, ամեն 5 մետրի վրա կախում է իր մի նկարը, սիրուն էքսպոզիցիայում, մտնում են, հիանում են, նայում են, գնում են, չէ։ Բայց երբ որ սենց ցուցահանդես այնքան լեցուն, որ խիտ իրար կողք կախված են վարպետներ, չգիտեմ, Սեյրան Խաթլամաջյանն, Վաղարշակ Արամյանն, Գայանե Խաչատրյանն, Հենրիկ Էլիբեկյանն եւ այլն, ու իրենց կողքին բարբարիեն բոլորը ցուցադրվում են, հա, չգիտեմ, Վաննա Սողոմոնյան, Ռուբեն Ղևոնդյանն եւ այլն, ու իրենց կողքը կախված են երիտասարդ կամ դրված են ժամանակակից արվեստագետների քանդակներ եւ այլն, իրենք էլ տեսնում են եւ հասկանում են, եւ ես էլ կախելուց այդ նկարները էքսպոզիցիան անելուց ասում եմ, օպա, հələ տեսես երիտասարդ ուժեր տղա է, որտեվ նայվում է Խաթլամաջյանի կողքին, բա դա շատ կարեւոր է արվեստագետի համար, որ ինքը իրեն տեսնի այդ իսկ այդ առաջինն է, երկրորդը դու գիտեք բոլորին չեք տարբերի, որ գաք բացմանը մեկ նայում ես օրինակի համար, չգիտեմ, Ադայի գործերը Գաբրիելյան, ու դու չգիտես քանի տարեկան է Ադան, ինքը երիտասարդ է, թե 86։ Ես մի գործ հիշեցի օրինակ, ճիշտն ասած, այդպես եկավ պատկերը, բայց թվարկած անուններից մի քանիսը անծանոթ էին ընդհանրապես։ Հա, որոշները կան, այ ասում եմ, այդ սերունդը այնտեղ կան նկարիչներ, ստեղծագործներ, որոնք ճանաչված են, իսկ կան, որ ընդհանրապես տենց լայն ճանաչում չունեն, բայց շատ ուժեղ արվեստագետներ են, դուք համեցեք անպայման եւ բոլոր մեր այս պահին լսողներին էլ հրավիրում են։ Նովա Աբովյան Խաչմերուկում։ Այո, երկու քալա առավոտվա 10-ից բաց են, համեցեք։ Մինչեւ երեկոյան 8-ը մենք աշխատում ենք օրերով, քանի օր է։ 14-ին վերջի օրն է։ 14-ին վերջին օրն է։ Այո, եւ 14-ին նաեւ ունենք մի փոքր sense հանդիպում նվիրված 80-ականներին խոսակցություն արվեստի մասին, sense talk, այսպես ասած, որ հիմա ասում են, էլի շատ հետաքրքիր է, որպես ինչ որ ամփոփիչ։ Դա լավ միտք տամ, շատ ցածր 80-ականների երաժշտություն միացրեք։ Ես հաճույքով եմ դա անում։ Շատ ցածր։ Այո, տանը երբ համակարգում էի ցուցահանդեսը, ամբողջ համակարգելու ուրեմն այդ ժամանակահատվածում բոլոր 80-ականների հիթերը, իմ սիրած երգերը լսում էի ու հավաքում էի կոմպյուտերի մեջ, ամուսինս ասեց, ինչ ես անում, ասում եմ playlist եմ անում, որ
միացնեմ բանը ցուցահանդեսի ժամանակ, դու գիտես չէ, որ երաժշտությունը չի համադրվում կերպար, գիտեք չէ, շատ բավականին բացի դասականից շատ դժվար է կերպարվեստը համադրել տենց ուրիշ երաժշտության հետ։ Մի քիչ կվիճ է դա է։ Հա, ես էլ ասեցի ավանգարդ ջազը շատ լավ։ Ահա, ես էլ ասեցի, բայց բան ուղղություններ կան, ասում հա, բայց ոչ we are the world, we are the չոտ ես միացրել եմ, որտեղ 80-ականների pop հիտերը, եվրո հիտերը։ Բաները, չէ, Սանդրա Սաբրինա, Modern Talking, CCK։ Խոսքը չէ, դրա մասին չի Բայց անպայման երեք հնարավոր չէ շատ մարդ կար եւ իհարկե շոխորը շատ էր եւ այլն, բայց այսօրվանից անպայման անելու ենք։ Ես ճիշտ ասած հիշեցի էլի 80-ականների ֆիլմերից մեկը Կարեն Շախնազարովի Ձմռան երեկոմ Գագրան, որտեղ հիշում եք մի հատված կա հաղորդում Զաբուտե իմինա, որտեղ բացահայտվում է հենց չեչոտկա պարող։ Այո։ Եվ մտածում եմ, որ 80-ականներն այսօր կից մոռացված անուններ։ Դե գիտեք ինչ, ոչ թե մոռացված, իրանք այդ արվեստագետները մոռացված չեն, ուղղակի գուցե այդպես ճանաչված չեն։ Որոշները շատ զուսպ մարդիկ են եղել, հանգիստ իրանց համար ստեղծագործել են եւ ոնց որ այդ անցումային շրջանը, որ սկսվել է, ոնց որ բաժանվել է մեր մոտ արվեստը, հա 70-ականների աստղերը եւ հետո արդեն անկախ Հայաստանի 91 թվականից սկսած արվեստագետները։ Ու ոնց որ ստացվում ոնց կոնկրետ понятие восьмидесятники մենք տենց չունենք։ Կապիտի դիսյատնիկներ, հոյակապ դիսյատնիկներ, բայց տենց понятие մենք չունենք տենց հասկացողություն восьмидесятники հայերեն ուղղակի չկա այդ բառը, դրա համար ռուսերեն եմ ասում։ Ստացվում 80-ականներ, դրա համար տենց բառ չասեմ։ Դրա համար որոշները ուղղակի չես հասկանա իրենք այսպես ասած, բայց դա չի նշանակում, որ մոռացված են, չէ, տենց բան չկա։ Հույսով եմ, որ եթե նույնիսկ որոշները մոռացված են, այս ցուցահանդեսին անպայման մարդիկ կտեսնեն, կհարցնեն, այո, եւ կսիրեն։ Հույսով եմ, որ դա կպատայի այդ։ Շատերն են ողջ այդ հերոսներից։ Չէ, ցավոք սրտի ոչ։ Շատ մեծ մասը ոչ եւ ասեմ ինչի, մեծ մասը մեծ տարիքում էլ չեն գնացել։ Շատ բավակ։ Օրինակ Վարուժան Վարդանյանը երիտասարդ, այո, Վաղար Շակարամյանը, շատերը երիտասարդ են գնացել, Սեյրան Խատլամաջյանը։ Հարգելի աղջիկներ, ասանեք, Հերիք խոսեք։ Այնուամենայնիվ ավարտել չէ, ժամանակ չունենք, խոսելու շատ բան կա, ես օրինակ Կարեն Շախնազարովի կուրիերը Արաքիչ ֆիլմի ընդորում այդ փոփոխությունների մասին արժեհամակարգի վերանայման Օլեգ Բասելաշվիլին այնտեղ մի հատ երկխոսություն ունի, հերոսի այդ գլխավոր որն լիովին նկարագրում այդ 80-ականների 86 թվականներ դուրս եկել, այսինքն երկրորդ կեսին կյանքի, գիտեք ինչ, վերջում ուղղակի մի բան ասեմ, ամփոփիչ եւ վերջացնենք, ուզում եմ ասել նաեւ, որ ոչ միայն այստեղ մենք խոսում ենք դրա մասին, որ հիշենք 80-ականները, այլ նաեւ մենք խոսում ենք դրա մասին, որ չմոռանանք ժամանակի կապը, որ ամեն ինչ եւ արվեստի ուժը նրա մեջ է, որ արվեստը կարողանում է այլ կերպ հիշեցնել մարդուն։ Այդ տեսեք մենք զրուցում ենք ու դուք սկսում եք ֆիլմերը հիշել, երաժշտությունը, արվեստի մեջ կա հոգևոր այն արմատը, որը մարդուն ուրիշ ձև է այդ ամեն ինչը հիշեցնում։ Մարդուն մարդ է դարձնում։ Այո, դա քաղաքական հարց չի, դա հասարակական հարց չի, դա մարդու ներքին։ Արվեստը դա մարդու հոգևոր քաղցը բավարարելու ամենաազդեցիկ։ Դրա համար արվեստը շատ հոգևորով ուժ ունի։ Շատ կարճ եմ ասում, ուրեմն հունիսի 5-ից մինչև 14 հունիսի Հենրիխ Իգիթյանի մանկական գեղագիտության կենտրոնում 80-ականներն այսօր ցուցահանդես գործում է, բաց է, մեր հյուրն է Աննա Գրիգորյանը, ցուցահանդեսի կազմակերպիչը։ Շնորհակալություն, որ եկաք։ Ձեզ շատ հաճելի։ Ստուդիայում այսօր աշխատեց Սուսաննա Հովհաննիսյանը Եվ Արամ Չախոյանը։ Հաճելի հանգստյան օրեր, մինչև երկուշաբթի ցտեսություն։